Սելայնակիցներ, տիկնայք և պարոնայք, ինչ խոսք բարեկրթության առաջարկը շատ գայթակղիչ է և մի կողմից շատ բնական, որովհետև վերջը խորհրդարանը նաև ինչ-որ չափով ուղեցույց է, ինչպես խորհրդարանում են մարդիկ խոսում, այնպես էլ հասարակությունն է իրենց հետ այդպես վերաբերվում։ Օրինակ, եթե նայենք հանրային հեռուստաընկերության եթերից հնչող խոսակցության ձևը, ոճը, հենց փորձում են պարզունակ խոսել, բայց շատ հաճախ գրեհիկ, ոչ թե վիրավորական, այլ գրեհիկ հայերենով խոսվում և դա հասարակության վրա տարածվում է։ Չգիտեմ, են պարզ, բադու, լավա, ջոգում ես, դզողա, չէ, օրինակ հանրայինի եթերում կարծեմ 10-15 տարի առաջ նման բաներ չկան։ Եվ հիմա դա տարածվում է հասարակության վրա։ Հիմա բարեկրթության մասին առաջարկությունը, պարոն Ռուբինյան, էլի եմ ասում, շատ գայթակղիչ է, շատ տրամաբանական է, բայց բարեկրթությունը վերջապես միայն գեղեցիկ խոսքերը չեն, որովհետև ամեն փայլուն բան չի, որ ոսկի է։ Բարեկրթությունը ենթադրում է նաև երկխոսության որոշակի կանոնների պահպանում և երկխոսության կանոնները պահանջում են, որ հարցը, որը հնչում է, և հարցի պատասխանը որոշակի աղերս պետք է ունենան իրար հետ։ ՔՊԱ-ական իշխանության ձևավորումից հետո ես ինչքան ասում որևէ կերպ չի ստացվում, հարցը տալիս ես և պատասխան ես սպասում։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանին հարցնես, ասես, բարի երեկո, պարոն Փաշինյան, ինչպես ստացվեց, որ Հայաստանում տեղի ունենում նոր սեփականաշնորհման գործընթացներ, հարստության վերաբաշխում և պատահաբար հանկարծ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններում բաժնեմաս են ստանում, օրինակ օֆշորային ընկերություններ, օրինակ ընկերություն, որը խոսքը գնում է Ամիոյի մասին, բաժնետերից մասին, որը գրանցված է Շվեյցարիայում, որի մինչև անվանափոխությունը շահառուն գրանցված է եղել Լիխտենշտեյնում, այդ ընկերությունը, որը գնել է բաժնետոմսերի մեծամասնությունը, մի մենեջեր կա, բացեք կայքը կա, այդ ընկերությունը սկի կայքել չունի ընդհանրապես այլ բաց աղբյուրներում, վերանվանումից հետո գրանցված է մի հասցեն, որի վրա գրանցված է ևս 90 ընկերություն։ Պատասխանը գիտեք ոնց կլինի, իսկ ինչ է բարին։ Արդյոք ինչը բարի է մեկի համար, բարի է մյուսի համար։ Կսկսի բացատրել բարու և չարու տարբերությունը, վերջը այնպես կմեկնաբանի Նիչեի բարուց և չարից անդին գործը, որ Նիչեն այն աշխարհում 16 անգամ կպտտվի իր առանցքի շուրջ։ Բայց գոնե բարի բառից է բռնում, որ ասել է, սխալվել ես, ասել ես բարի երեկո։ Պարոն Կոնջարյան, մեր հարցը և պատասխանի մեջ, ախր ընդհանրապես որևէ աղերս չկար, որևէ կապ չկար հարցի և պատասխանի միջև։ Կարծում եմ դա բարեկրթության խախտում է, որովհետև մակերեսի վրա, այո, ոսկեղնիկ հայերեն էր, բայց տակը ուղղակի անարգանք է հարց տվողի նկատմամբ։ Նմանապես բարեկրթությունը նաև որոշակի տրամաբանություն է ենթադրում։ Եթե այստեղ ՔՊԱ-ականները գալի ասում են, ընտրությունները խախտվել են, կաշառք ա եղել, սա եղել է, նա եղել, այդ դեպքում ենթադրաբար դուք նույնպես պետք է վիճարկեիք ընտրությունների թափանցիկությունը, ազնվությունը, արդյունքների իրականությունը, այլապես, եթե այդ ամեն ինչը, ինչի մասին որ դուք խոսում եք, չլիներ, ստեղ նստած կլինեիք դուք, հավանաբար Արման Բաբաջանյանը և հավանաբար Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Բա ինչու չվիճարկեցիք ընտրությունների արդյունքները։ Էս էլ Մյունխաուզենի կնոջ նման դառավ։ Ասում է ինչ անում, քննադատում, հայոյում, վիրավորում, ասում է, բա ինչ ա ուզում, ուզում է որ չբաժանեն։ Բայց այդքան վատ ա եղել, դուք էլ մեր հետ միասին գնայինք, վիճարկեինք, նոր ընտրություններ պահանջեինք։ Ինչի եք պաշտպանում ընտրությունների արդյունքները։ Մյուսը զարգացում և փոփոխություններ, ամեն դեպքում, պարոն Կոնջարյան, ստեղ պետքա ձեզ կրեդիտ բառով էր ասում, այդ դա ասել։ Այո, իհարկե, մարդ պետքա զարգանա, փոխվի, այլապես պրոգրես չի լինի։ Բացառման բացառումը զարգացման գրավականներից է։ Եվ ես ուրախ եմ, որ զարգացում եմ տեսնում ձեր մոտ, որովհետև մի քաղաքական ուժ, որը ասում է պետությունը վատագույն տնտեսվարն է, այսինքն ընդգծված աջակողմյան տնտեսական ուղղություն ունեցող քաղաքական ուժ էր, այստեղից հանդես էր գալիս ընդգծված ձախ դիրքերից, չէ՞։ Բա ինչա, վերցրեցինք կառավարումը, տեսեք իրավիճակը ավելի լավ է, բա ինչով ասես պետքա նայենք, մեր վերցնելուց հետո հեծն ավելի լավ աշխատում, այո։
Հեծն ավելի լավ աշխատում, հայ փոստն ավելի լավ աշխատում, ողջունելի զարգացում է։ Բայց ստեղ Տիկին Ղազարյան, դուք ո՞նց եք գնալու Եվրոպայի համար լիբերալների եւ ժողովրդավարների ալյանսում հիմնավորեք, որ դուք մերժում եք պետությունը վատագույն տնտեսվարն է, պարադիգման համայելով այն բացառապես կեղծ եւ անհիմն։ Ո՞նց եք անելու, թե գնալու եք այնտեղ ասեք, վայ, Արշակ երկրորդի հակառակ տարբերակն է, հենց հասա Ստրասբուրգի կամ Բրյուսելի հող հասկացա, որ սխալվել են ստեղ։ Եվ բայց ուրիշ բան ասեմ, հանկարծ սոցիալիստերի մոտ չգնաք, որովհետև ձեր մոտեցումը, դու կոմունիստական չէ, շարիկվություն է, վերցնել եւ կիսել։ Չէ, մենք կվերցնենք եւ ժողովրդին կկիսենք։ Այսինքն այդ զարգացումն էլ չէ որոշակի սկզբունքների եւ որոշակի տրամաբանության պետք է հետևի։ Ինչևէ, անդրադառնանք պարոն Ալեքսանյանին։ Պարոն Ալեքսանյան, պետք է ասեմ, որ սա ձեր երևի ամենաանկեղծ դրսև ելույթներից մեկն էր։ Եվ սա, եւ նախորդ խոսքը, երբ մենք հարց տվեցինք, լավ, մարդու իրավունքների մասին եք խոսում։ Մարդու իրավունքների հարգանքի մասին եք խոսում։ Պատիժը, թե ուրեմն դատա, որ իրանք ուրեմն ներողություն ուժի մեջ մտած դատական ակտի կատարում ազատազրկման տեսքով։ Եվ թե հատկապես խափանման միջոց կալանքը պատիժ է, եւ հարց տվեցինք, Տիկին Արեգնազ Մանուկյանը եւ իր երեխան իրար հետ շփվելու իրավունքից զրկված են։ Երեխան 14 տարեկան է, այսինքն երկու չափահաս մարդկանցից զրկեք, դեռ կարող է ասեք, որ աչքով, ունքով, սենց մի կերպ գաղտնի տեղեկություններ կփոխանցեն։ Բայց դեռ 14 տարեկան երեխու մասին է խոսքը։ Այդ հարցին չանդրադարձակ, անցակ Արեգնազ Մանուկյանը խախտեցիք անմեղության կանխավարկածը, ինչուն ասես կախեցիք վրան։ Հասկացա, մեղադրանքը կա, բայց դա չի նշանակում ինքը, որտեվ պարոն Կարապետ Ռուբինյանի վրա էլ մեղադրանք կար, բայց դա հանվեց։ Այսինքն դուք չանդրադարձաք նրան, որ խափանման միջոցը օգտագործվում է որպես տանջանք։ Չանդրադարձաք, որ դուք այդ երեխուն տանջում եք։ Լավ, խափանման միջոցը ո՞նց կարելի է որպես տանջանք օգտագործել։ Ինչի՞ եք այդ երեխուն տանջում։ Որ ինքը գա իր մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի։ Երեխայի հասկանում եք, ինքը չի կարա մայրը սենց աչքով ինչ որ մի բան ասի, ինքն էլ գնա փաստաբանն ասի, չէ, այսպես փոխի ես քո ցուցմունքը, որ չասեն, թե դու շպիոն ես։ Բոլորս դաշնակցականներ ենք եղել։ Ցավոք սրտի ոչ։ Երբ Հայաստանը անկախացավ, խոսքը չի գնում սեպտեմբերի 21-ին, խոսքը գնում է 20 թվականի մայիսի 20-ի ներողություն, 1990 թվականի մայիսի 20-ի ընտրություններից հետո ձևավորված իրավիճակի մասին։ Եվ քննարկում էր Հայաստանի զարգացման ուղեգիծը, կար երկու մրցող մոտեցում։ Պարոն Քոչյանը վստահաբար կհիշի, որ անկախության հռչակագրի 3 տարբերակ կար։ Առաջինը Ռուբիկ Համբարձումյան, ներողություն, Ռաֆիկ Համբարձումյան, եւ 2A եւ 2B։ Եվ ստեղ իրոք երկու մրցակցող մոտեցում կար։ ՀՀՇ դաշնակցություն կամ Ժիրայր Լիպարիսյան, Հրայր Մարուխյան։ Այլ տարբերակ ընտրվեց, չգնաց բոլորը դաշնակցականները։ Ոչ։ Օրինակ ցեղասպանության ընդունումը հիշում եք Լեոն Տեր-Պետրոսյանը դեմ էր եւ նույնիսկ այն Իվանովը խոսեց, թե ես ինչա կատարում, բայց Հայաստանի առաջի հանրապետության իրավահաջորդը չընտրվեց։ Այսինքն այդ վեճը կար, բայց պետությունը չգնաց այն տեսլականով, որ դաշնակցություններ առաջարկում։ Հիմա դուք ասում եք բոլորը դաշնակցականներ են եղել եւ դրա համար պետությունը գնաց սխալ ճանապարհով։ Այսինքն Տիկին Կարապետյան, դուք նախորդ ժամանակ դաշնակցական եք եղել։ Այո, ես ձեզ ասեմ, դաշնակցության պատկերացումները խիստ տարբերվում են Երնեկը ստեղ լիներ, Ալեն Սիմոնյանը, եւս 10 րոպե առաջ ավելացներ։ Ոչ, դուք չափազանց սխալվում եք։ Թե տնտեսական պատկերացումները հարգելի ԱԼԴԵ-ի անդամ, թե ազգային պետության պատկերացումները, թե Արցախի հարցի կարգավորումը, թե ցեղասպանության հարցի արծածումը, այդ ամեն ինչը որևէ աղերս չի ունեցել։ Դուք լինելով ձեր էությանը հավատարիմ, այստեղ չեք փոխվում, չնայած պետք է որ փոխվեիք։ Դուք փորձում եք ձեր բոլոր ձախողումները
ձեր բոլոր թերացումների համար պատասխանատու կարգել մի քաղաքական ուժի, ով իրոք ձեր հետ ունի ամենամեծ եւ սկզբունքային տարաձայնությունները։